Եվ այսպես կկարողանա արդյոք Նիկոլ Փաշինյանը հաղթահարել Ալիևյան վետոն։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի դեռ նույնիսկ Ալեն Սիմոնյանը զարմանում է նրանից, թե ֆիքսում է, որ Ադրբեջանը զարմացել է նրանից, որ պաշտոնական Երևանը ընդունել է առաջ քաշված նախապայմանները Բաքվի, մենք փորձենք վերլուծենք եւ հասկանանք, թե սրանից բացի այլ ինչ գործընթացներ են տեղի ունեցել վերջին մի քանի օրերի ընթացքում, ինչ արտաքին քաղաքական նախաձեռնություններով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը երկու գլոբալ նախաձեռնություն կարող ենք առանձնացնել իրենց ակտիվության մեջ։ Առաջինը դա հայ-թուրքական սահմանին մարգարայի անցակետի բացումն էր մի քանի օրով, որ մենք մարդասիրական օգնություն ուղարկենք եւ Եվրոմիության անդամակցությանը վերաբերվող օրինագծի ներառումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի լիագումար նիստերի շրջանակներում, այսինքն պետք է հայկական կողմը հերթական անգամ քվեարկի եւ դրանից հետո մենք բոլորս շարժվելու ենք դեպի Եվրոմիություն։ Բայց հասկանանք իրականում ինչ է թաքնված այդ նախաձեռնությունների ետևում եւ իրենք ինչ ճակատագիր են ունենալու, որովհետեւ արդեն մատնանշվում է ուղին, որով մենք զարգանալու ենք այս նախաձեռնությունների շրջանակում։ Տեսեք, Թուրքիայից բավականին հետաքրքիր գնահատական եղավ հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման վերաբերյալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպաններից ՔԼՉ-ը արձանագրեց հետևյալը, որ սրանք գլոբալ առումով մանիպուլյացիաներ են եւ պաշտոնական Անկարան այս ամեն ինչը հասկանում է, ավելին իրենք բոլոր քայլերը Հայաստանի հետ կապված հարցերի համատեքստում փաստացի քննարկում եւ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հաշվարկը, որ մենք կբացենք սահմանը, միջազգային մամուլում էլ օրինակ կլինեն վերնագրեր այն մասին, որ հայ-թուրքական սահմանը բացել է, դրանից հետո Ալիևը եւ Էրդողանը այլևս ոչինչ չեն կարող անել եւ հայ-թուրքական սահմանը բացվելու է։ Այս հաշվարկը ինքը տապալվել է, Թուրքիայում ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Երկրորդ նախաձեռնությունը, որը վերջին օրերին հայկական կողմը ի հայտ է բերել, վերաբերվում է կրկին ասենք Եվրամիության անդամակցության վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցման քննարկմանը եւ քվեարկությանը։ Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, այսպես ասած մեղսունակության կանխավարկածով շարժվենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրապես բերում են այս նախաձեռնությունը ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը վստահություն է հայտնում այս նախաձեռնությանը, կողմ են իրենք քվեարկում, ավելին դրանից հետո բովանդակային գործընթաց է մեկնարկում։ Ինչ է դա ենթադրում իրենից։ Տեսեք, առնվազն կառուցվածքային առումով մենք պետք է փոփոխություններ կատարենք մեր կառավարությունում։ Պետք է առանձին վերցրած պաշտոնյա լինի կամ փոխվարչապետ կամ հանձնակատար, ով պետք է զբաղվի Եվրամիության ինտեգրման հետ կապված քննարկումների, բանակցություններին, այսինքն մենք կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք մեր կառավարության մեջ եւ երկրորդը պետք է հստակ ֆիքսվի օրը, երբ է Հայաստանում տեղի ունենալու հանրաքվե, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց կարծիքը արտահայտել Եվրամիության անդամակցության վերաբերյալ։ Պատկերացնեք իսկապես իշխանությունները գնում են այս ճանապարհով, բայց կա երաշխիք նրա, որ հայկական կողմը կկարողանա հաղթահարել Ալիևյան վետոն եւ եթե Իլհամ Ալիևը հայտարարի, որ իրենք դեմ են նրան, որ պաշտոնական Երևանը անդամակցի Եվրամիությանը, որ հայկական կողմը կկարողանա այս ամեն ինչին դիմադրել։ Ինչու ենք մենք սրա վրա ուշադրություն դարձնում։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք արդեն մոտ 1.5-2 տարի է գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք Եվրոմիության դիտորդական առաքելության հետ կապված զանազան հարցեր։ Իշխանություններն էլ իրենց հերթին փորձում էին բոլորին համոզել, որ Եվրոմիության դիտորդական առաքելությանը դա մեր դիտորդական առաքելություն, մեր անվտանգային համակարգի խարիսխն է, այ կան եվրոպացի դիտորդները հետևաբար մեր սահմանին չեն կրակում, հետևաբար անվտանգային համակարգը արդյունավետ է, մենք էլ կարողանում ենք կառավարել ռիսկերը, բայց մենք ինչի ականատես եղանք։ Ադրբեջանը պահանջեց, որ այդ եվրոպացի դիտորդները հեռացվեն հայ-ադրբեջանական սահմանից եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ քայլին գնացին։ Իրենք համաձայնվեցին, որ դիտորդները պետք է հեռանան։ Դրա համար է, որ շատ տրամաբանական հարց է առաջանում, եթե պաշտոնական Բաքուն
հստակ պահանջ դնի, որ Հայաստանը պետք է լինի եւ տնտեսական առումով եւ ռազմական առումով ապադաշինքային պետություն, առավել եւս որ ժամանակակից աշխարհում եկեք անկեղծ լինենք, տնտեսական եւ ռազմական դաշինքները իրենք շատ դեպքերում կրկնում են միմյանց, տեսեք ՀԱՊԿ-ի կազմը եւ ԵԱՏՄ-ի կազմը, տեսեք Եվրոմիության անդամ պետությունների կազմը եւ ՆԱՏՕ-ի կազմը։ Ինչ է անելու Հայաստանի Հանրապետության իշխանությունը հիմա էլ հիմնավորելու են, որ դա ճիշտ է, որ մենք Եվրոմիության անդամ չլինենք։ Ամփոփելով զրույցը պետք է արձանագրենք հետեւյալը։ Սա չափազանց կարևոր արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը այսօրվա Փաշինյանական Հայաստանը ինքը իսկապես ունի ինքնիշխանություն, բայց նեգատիվ իմաստով ինքնիշխանություն, այսինքն մենք դեռ ունենք հնարավորություն ինչ-ինչ որոշումներ մեր հետ կապված տապալել։ Շատ հստակ, տեսեք, նույն Ալեն Սիմոնյանը ինչի մասն էր խոսում, որ ՀԱՊԿ-ը պետք է գնահատական տա 2022 թվականներին տեղի ունեցածի, իրենք պետք է գնահատական տան, թե որտեղ է հայկական սահմանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Պատկերացնեք մի իրավիճակ, երբ որ ՀԱՊԿ-ը այս ամենը իրականացնում է ըստ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ներկայացված մենյուի, բայց Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը եւ Արարատ Միրզոյանը դեռ եւս ունեն հնարավորություն տապալելու նույն ՀԱՊԿ-ի առաջարկները եւ իրենք կարող են հրաժարվել նրանից, որ դիտորդական առաքելությունը կամ խաղաղապահ առաքելությունը տեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պոզիտիվ ինքնիշխանություն չունենք։ Պոզիտիվ ինքնիշխանությունը ինչ է ենթադրում, որում նախաձեռնում ես ինչ-որ մի գործընթաց, նույն Եվրոմիության անդամակցության վերաբերող գործընթացը, եւ դու կարողանում ես դա տրամաբանական եզրահանգման հասցնել, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեության արդյունքում մենք հասել ենք մի կետի, երբ որ դու ինչ-որ մի բան նախաձեռնում ես, եւ նաեւ արտաքին խաղացողները կարողանում են ազդել քո որոշումների վրա մի շարք շատ պրիմիտիվ քայլեր ձեռնարկելով, օրինակ կրակել սահմանին կամ հայտարարություններ անել այն հարցի վերաբերյալ, որ իբր թե սահմանին լարվածություն է, մի քանի հրապարակում անել միջազգային մամուլում կամ Ալիևի ու նրա գերատեսչությունների մակարդակով մի քանի հայտարարություններ անես եւ դու կկարողանաս տապալես Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից առաջ քաշած ցանկացած ծրագիր։ Դրա համար է որ տրամաբանական հարցը առաջ գալիս։ Կկարողանա արդյոք Նիկոլ Փաշինյանը հաղթահարել Իլհամ Ալիևի վետոն, եթե նա դեմ լինի, որ Հայաստանը Եվրոմիության անդամ դառնա։ Մտածեք այդ մասին։